Հակոբյան, մեկ հարց է, տեսեք, սեպտեմբերի 3-ին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը հանեցին Բաքվից, դրանից հետո դուք որ շփվում եք նախկին նախագահների ընտանիքի անդամների հետ, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, իրենց ընտանիքի անդամների հետ եթե կապ ունեք, ինչպես են կարողանում կապը պահել Բաքվում գտնվող այդ անձանց հետ։ Առհասարակ ստացվում է կապ։ Կարմիր խաչը բավականին այսպես մխիթարիչ չէր իր լինելը այնտեղ, որովհետև այն անհրաժեշտ իրերը ուղարկում էին, այդ հնարավորություն ունեին Կարմիր խաչի միջոցով, իսկ Կարմիր խաչի արդեն դուրս բերելուց հետո այդ առումով շատ ծանր իրավիճակում են հայտնվել, իսկ երկրորդ խնդիրը նրանում է, որ իհարկե էլի ժամանակ առ ժամանակ հնարավորություն տրվում է խոսելու, իհարկե շատ ավելի ուշ, քան Կարմիր խաչի օրոքեր եւ ընտանիքները չգիտեն դա ինչ կապ է, դա ինչ հնարավորություններով է, որովհետեւ այնտեղ սահմանափակված են մեր հայրենակիցները եւ իրենք չեն կարող խոսել ամեն ինչի մասին ու խոսել ամեն ինչ։ Իրենք ուղղակի ստանդարտ հարցերը ինչպես եք, մենք լավ ենք, այսինքն իրենց նույնիսկ այդ հարցում է սահմանափակված, իրենք չեն կարող իրական իրենց որպիսության մասին ասել եւ անհայտ է նաեւ հարազատների համար, թե դա ինչ կապի միջոցով են իրենք առնչվում։ Տիկին Հակոբյան, Արման Թաթոյան այսօր իր ասուլիսի ժամանակ խորհուրդ